որ Աստծո մարդը ամեն օրվա պատերազմի մեջ է, ժողովուրդ ջան։ Մենք մի բան ենք հասկանում, որ հավատքի մարդը առանց պատերազմի չի կրա, ժողովուրդ ջան, հավատքի մեջ մնա։ Ինչու՞ համար, որտեղ հավատքի մարդը ինքը միշտ պատերազմի մեջ է, նա մի հասկանում, որ իրան ունի հակառակորդ, ժողովուրդ ջան։ Եվ հավատքի մարդը միշտ աշխատում է, որ իրան ավելի ուժովացնա, իր այդ տեղերը, որտեղ թույլ տեղեր ունի, ինքը պետք է Աստծո խոսքով ուժովացնա այդ տեղերը, ժողովուրդ ջան։ Որպեսզի անօրենը որ կողմից որ քեզ հարձակվի, նա չկրանա քեզ խփի, նա չկրանա քեզ վնասի, ժողովուրդ ջան։ Այո, մենք գիտենք նրա զենքերը այնքան խորամանկ կա, ժողովուրդ ջան, ինչպես եղբայրներս խոսացին, եւ ամեն օր, որ մենք լսում ենք Աստծո խոսք, ամեն օրվա պաշտամունք, եթե ուշադիր եք լսում եք, ժողովուրդ ջան, այնքան օրհնյալ, որ այսօր Աստված ինչ ուզում անի, ուզում է քեզ ուժովացնի, ուզում է քո այն սահմանները, որ դու կարողանաս Աստծո խոսքով պաշտպանություն տնես այդ քո սահմանների բոլորը, ժողովուրդ ջան։ Այո, մենք նույնպես ունենք սահմաններ, որը չար էպոր գալում տերում այնտեղ Աստծո խոսքը քո կյանքի մեջ, նա չի կարող մեզ սահմանից ներս մտնի։ Ինչու՞ համար, որտեղ նա տեսնում այնտեղ Աստծո խոսքով դու ունես պահպանություն, ժողովուրդ ջան։ Իսկ դա ես ու դու պետք է ունենանք, ժողովուրդ ջան, այդ Աստծո խոսքը մենք պետք է ունենանք մեր սրտերի մեջ, մենք ունենանք մեր պաշտպանության մեջ, որ այդ խորամանկը ոնց որ կողմից որ ուզում է քեզ վնասի, որ նա չկարողանա քեզի վնասի, ժողովուրդ ջան։ Ինչու՞ համար, որտեղ նա տեսնում այնտեղ պաշտպանություն կա, ժողովուրդ ջան։ Այո, մենք գիտենք, որ այսօր Տիրոջ խոսքը անհանգստացած է իր ժողովրդի համար, որտեղ այսօր մենք տեսնում ենք, որ այո, Աստծո մարդիկ ժողովուրդը փոխում են, ժողովուրդ ջան, մարդուն կա իր թակավորություն։ Ամեն ատեն սատանի ուշքու միտքը, որ մարդու մեջ իր թակավորությունը հաստատի, մարդու թակավորությունը, ժողովուրդ ջան։ Մարդկային թակավորությունը դա նույնպես սատանայի թակավորությունը, ժողովուրդ ջան։ Իսկ Աստծո թակավորությունը դա երկնային թակավորությունը։ Համար Աստված ուզում է, որ մեր մարդկային թակավորությունը, որ մեր մեջից ցանի, ժողովուրդ ջան։ Այո, մենք տեսնում ենք ամեն ուրեք մարդը իր եսը ինչու համար չի խոնարհում, որտեղ իր եսը չի կարողանում կոտրել։ Իր եսը փառավորվում է դեռ, իր եսը ուզում է, ժողովուրդ ջան, եւ իր եսը դեռ շովում է։ Համար սիրասո ժողովուրդ ջան, այսօր եթե մենք չունեցանք այս պաշտպանությունը մեր կյանքի մեջ Տիրոջ արչեւ խոնարհվելու, ժողովուրդ ջան, այո, մենք ունենում ենք շատ դժվարություններ, շատ անկումներ ենք ունենում մեր հավատքի կյանքի մեջ եւ դու միշտ ամեն օր պետք է իմանաս, որ դու ամեն օր պատերազմի մեջ ես։ Երբեք քո զենքերը պետք է վարժ տնես, որտեղ դու մենք հասնում ենք, ժողովուրդ ջան, հավատքի մարդու զենքերը, այս մարմնավոր զենքերը, որ հիմա իրան կռվում են, ժողովուրդ ջան։ Հոգևոր զենքերը դա ույս զենքեր է, դա պաշտպանության զենքեր է, դա խոնարհության զենք է, դա սիրո զենք է։ Եթե դու չունեցար սիրո զենքը քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան, դու կարողանաս մյուսին կվնասես։ Ինչու՞ համար, որտեղ նա տեսնում է, որ դու այդ զենքը չունես։ Սատանը երբ որ հարձակվում է, երբ որ քո այդ սահմանը տեսնում է, եթե սեր չկա քո կյանքի մեջ, նա կարա այդ հարձակումը անի քո կյանքի մեջ։ Եվ տեսնում ես, որ իրապես քո մեջ սերը չկա։ Աստվածային սերը, որ կարող է ներել, կարող է զիջել, կարող է աղոթել, կարող է խնդրել, աղաչել։ Եվ տեսնում ենք, որ սա չկա մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ իրապես, որ մենք լսում ենք ամեն օրվա խոսքերը Տիրոջ, ժողովուրդ ջան, այո, Տերը ցավով է խոսում, որտեղ Աստված տեսնում է մեր սահմանները արձակված է, մեր սահմանների վրա պաշտպանություն չկա։ Որտեղ կա մեր եսը, այնտեղ այդ քո սահման իմացի, որ արդեն քանդել է սատանեն, ժողովուրդ ջան։ Քանի որ քո եսը առաջ է գնում, իմացի, որ այդ սահմանը արդեն ինքը բացել է, ինքը կրադից ներս մտնի, որտեղ եսը կա այնտեղ, ժողովուրդ ջան։ Եթե ուզում ես քո այդ սահմանները պաշտպանես, պետք է քո եսը թողես Տիրոջ ոտքերի տակ, որ Տերը քո խրճի անցնի քո վրա, ժողովուրդ ջան։ Այո, ինչու համար այսօր մենք տեսանք, որ ինչու համար Ադամը Եվան ընկան հավատքից։ Իրանք չպատկերացին, որ իրանք սահմաններին պետք է ուշադիր լինեն, ժողովուրդ ջան։ Այդպես է խորամանկը։
Եվ իրանք չպատկերացին, որ այս խորամանկը, իրանք ամեն օր այդ խորամանկ ախր կմոտիկանա ժողովուրդ ջան։ Միգուցե շատ անգամ ինքը փորձել էր, որ չի գրվում ժողովուրդ ջան, շատ անգամ կարա փորձած լներ։ Մինչև ինքը Եվային մենակ բռնացրեց ժողովուրդ ջան։ Այո, նրա խորամանկությունը, երբ որ Եվային կարողացավ մենակ բռնացնել, որ նոր կարող է իր գործին հասնել ժողովուրդ ջան։ Այո, Եվա ջան, չէր հեռացել Ադամից, ինչեր դու հեռացել Ադամի կողից, Եվա։ Այո, ինչ ենք մենք այսօր հեռանում Տիրոջ կողից, սիրելի ժողովուրդ ջան, ինչ ենք մենք հեռանում այսօր Քրիստոսի կողից։ Այո, որ հեռանում ես, այդ անորեն այդտեղ մարդուն խփում է։ Հենց այդտեղ մարդուն բերում է ժողովուրդ ջան։ Օրհնյալ է Տերը ամեն խոսքի մեջ Տերը իր խոսքը բացում է ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ մենք չենք իմանում ինչ պետք է խոսենք, շատ անգամ մենք ասում ենք Տեր Աստված, մենք էլ նայում ենք Տեր ջան, ինչ խոսենք Տեր Հիսուս ջան։ Տեր ասում է դու պետք է չխոսես, ես պետք է խոսեմ։ Այո, Տեր ասում է դու պետք է չխոսաս, ես պետք է խոսեմ քո շրթունքներով։ Մենք էլ ասում ենք այո, ամեն Տեր։ Մենք հանձնում ենք երկու ձեռքերս վերև բարձրած հանձնում ենք քեզ Հայր, դու խոսա քո ժողովրդի հետ։ Որովհետև քո ժողովուրդը քո կարիքը ունի Հիսուս ջան։ Այսօր որ դուք միացել եք, որ դուք Քրիստոսի կարիք ունեք ժողովուրդ ջան։ Կարիք ունեք, որ Աստված ձեր կյանքի մեջ իր ողորմությունները հաստատի եւ ձեր կյանքի մեջ պաշտպանություն դնա։ Դամար ուշադիր եղեք, երբեք Քրիստոսի կողից չհեռանաք դուք ժողովուրդ ջան։ Այո, եթե Եվան Ադամի կողից չհեռանար, նա Սատանեն կարող է չհասնել իր հաջողությանը։ Դամար Տերը ուզում է, որ այսօր նույնպես մենք ուշադիր լինենք մեր հավատքի կյանքի մեջ ժողովուրդ ջան։ Որպեսզի մենք մնանք Աստծո կողքի հետ, Տիրոջ ոտքերի մոտ մնանք, ըտից հեռու մի գնացեք ժողովուրդ ջան։ Այո, եթե քո սահմանները տեղեր կա բացա, աշխատի այդ սահմանի վրա ուշադրություն դարձրա, որպեսզի փակ դնես դեղ։ Տիրոջ խոսքը դնես այդ սահմանի վրա, որտեղ էլ չբացվի։ Ժողովուրդ ջան, նա մենակ Աստծո խոսքից է վախենում։ Եթե Աստծո խոսքը քո կյանքի մեջ, նա դրանից վախենում է ժողովուրդ ջան։ Ոչ թե քո եսը կա, ոչ թե մարդկային գաղափարներ, հասկացողներ, ես, ոնց ուզում եմ պես կապրեմ։ Ձեր ինչ կորնա։ Մենք երեք էլ կակրա դրա մասին խոսվավ ժողովուրդ ջան։ Այ եթե եսը կա, իմացե այդ սահման արդեն բացել է, բաց է թողել։ Եվ դու միշտ հասկացի, որ դից ուդար կկա քեզի, դից խապուսիկ բաներ կկա քո կյանքի մեջ, դից մոլորություն կկա մարդու կյանքի մեջ ժողովուրդ ջան։ Ինչու մենք երեք կակրած որ խոսում ենք, ինչու համար մարդիկ այսօր ձգտած իրաց ամբողջ կյանքը նմանվեն այս աշխարհին։ Աշխարհը որքան գնալով պղծանում է, չարանում է, ոնց որ մարդկանց նույնպես ջանքերը դրած, որ նմանվեն այս աշխարհին ժողովուրդ ջան։ Եթե ուշադիր եք, ամեն մեկը որ տեսնում եք, չէ՞, աշխարհի մեջ տեսնում ենք ժողովուրդ ջան։ Մարդիկ փակված չեն, մարդիկ ալապաշխարը արդեն մարդիկ էլ ամոթ է չունեն, որ մարդիկ նմանվում են արդեն աշխարհին։ Աշխարհը գնալով չարանում է, այս մարդկանց էլ հավատքի մարդկանց մա ժողովուրդ ջան։ Հոգևոր մարդը ինքը չի նմանվում աշխարհին։ Իսկ հավատացյալը, որ ինքը ունի հավատքի խոսք, բայց կյանքը չկա իր մեջ ժողովուրդ ջան։ Ինչու չես դգտում, սիրելի քույրիկ ջան, եղբայր ջան, ինչես Հիսուսի կողից հեռանում։ Ինչի հեռացար Եվա Ադամի կողքից, ինչի դու մենակ մնացիր, որպեսզի Սատանեն հասներ հաջողությանը։ Ինչու համար։ Ինչի չմնացիր Ադամի կողքին։ Ադամի կողից հեռու չգնայր։ Դամար ժողովուրդ ջան, Տերը օրհնի, իրապես եմ ասում, Տերը օրհնի բոլորի դեր։ Աստված օրհնի իր ժողովուրդը, ժողովուրդ ջան։ Ովքեր մնաց հավատարիմ, բոլորս կփրկվենք ժողովուրդ ջան։ Իսկ եթե չմնացինք հավատարիմ Աստծուն, ոչ մեկս հույս չունենք, որ հանկարծ մենք կփրկվենք ժողովուրդ ջան։ Եթե մարդը Աստծուն հավատարիմ չմնաց, Աստծո կողից եթե մարդը հեռանում է Տիրոջ ժողովուրդ ջան ոտքերի մոտից, լավ իմացի, նա իր հաջողությանը կհասնի։ Նանես խորամանկ, ժողովուրդ ջան, ըննես մարդկանց ինքը տապալե, եթե կարողացավ նույնպես Հուդային տապալել, որ առաքյալ էր կոչվում, իր աչքերով տեսավ Քրիստոսին, Տիրոջ հետ հաց կերավ Հիսուսի հետ, բայց տեսանք, որ Սատանեն հասավ իր հաջողությանը։ Ինչու համար, որտեղ Հուդան հեռացել իր ներսով Քրիստոսից։ Իր արած գործերը արդեն հեռացրել էր Հուդային ժողովուրդ ջան։
Բայց ուդան դեր խաբար չէ իր գլխին գալիքը չէր իմը, որտեվ ինք արդեն հեռացել էր Քրիստոսի կյանքի խոսքից։ Իր մեջ մեկ ուրիշ խոսքեր եկե, ուրիշ բաներ եկե։ Ժողովուրդ ջան, այդ սա փողը իր ձեռին, իր փողը չէ, սա իր ձեռին ինչ ուզում ես ծախսում են ժողովուրդ ջան։ Օ Հիսուսը դե հաշիվ չէր տնում Հուդայի վրա։ Բայց ինչու համար երբ որ իր ներս եկավ այս չարությունը ժողովուրդ ջան։ Ընդամենը 30 արծաթով ծախեց Տիրոջը։ Այս այա ժողովուրդ ջան, Հուդայի մեջ արդեն եղել էր այդ դժվարությունները, ոչ թե նոր եղավ, այ իր մեջ արդեն կամացից անորեն աշխատանք կատարել ժողովուրդ ջան։ Այո, կամացից նա սկսեց աշխատանք, երբ որ կամացից իր ներս հեռացրեց Քրիստոսի ոտքերի մոտից, ժողովուրդ ջան, արդեն նոր ինքը կարող մարդու մեկ կյանքի մեջ հաջողության հասնի։ Բայց քանի որ Եվան հեռացած չներ Ադամի կողքից, Սատանեն չէր կրա, նա գիտեր, որ Ադամը կողն է, նա գիտա, եթե Քրիստոսը քու կողը դա, նա չի կրա քեզի վնասի։ Լավ իմացեք։ Քանի Քրիստոսը որ քու կողքին է, դու Քրիստոսի մեջ ես, նա չի կրա քեզի վնասի։ Ժողովուրդ ջան, համար Աստված օրհնի բոլոր դեսիլ Աստծո ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ այսօր մենք վերջին ժամանակներն ենք ապրում, ժողովուրդ ջան։ Եկեղեցին անցնում է այս մի դարաշրջան, մի նեղության մեջ, մի տառապանքների մեջ անցնելու է։ Եկեղեցին պետք է անցնի, Տերը պետք է զդա իր եկեղեցին, պետք է մաքրի ոսկուց, պետք է ավելին սպիտակացնա քեզ, պետք է քեզի ավելի ճերմակ սարքի, ժողովուրդ ջան։ Նա չի բավարարում իմ ու քո վիճակներով։ Տեսնում ես ոսկատպես լավ է, չէ, Տերը պետք է քեզի ավելի սրբացնի, Տերը պետք է քեզի ավելի լուսավորի, որ դու ավելի մաքուր եւ սուրբ կգտնվես, որպեսզի դու քո ամբողջ հաջողություն լինի Քրիստոսին միանալը, Տիրոջ հետ հաղորդակցվելը, ժողովուրդ ջան։ Համար Աստված օրհնի բոլորի դել, որպեսզի այսօր մենք ինչ անենք։ Ուշադիր ենք մեր հավրած կյանքի մեջ, հավատքի կյանքի մեջ, ինչու այսօր քո մեջ ցկտում չկա, Աստծուն նմանվելը։ Ինչի քո մեջ ցկտում չկա, որ դու սիրես քո Տիրոջը, որ ամբողջ կյանքը ջանքերը դրած նվիրվես Հիսուսին, Աստծուն փառավորես, իրան պաշտես, իրան նմանվես, ժողովուրդ ջան։ Ինչի չենք ուզում այսօր մենք Տիրոջը նմանվել։ Ախր Սատանեն մեզի համար ոչ մի լավ բան չի արել, ժողովուրդ ջան։ Նրանից լավ բան չսպասեք երևի։ Այդ ինչքան քեզի կողում է, ինձ կողմը, լավ իմացեք, նա լավի համար չի կողմ, նա քեզ դեմում քեզի կծադից։ Նա դամարա կողմ, որ քեզի պես չկա։ Նայում ես, ես ինչ ես անում, այ քեզ հրաշք։ Ես ինչ խոնար եղբայր, ինչ խոնար քույրիկ ես, այ մարդ, այ քեզի պես չկա, ես ինչ քարոզիչ ես, ես ինչ սպասավորներ եք դուք։ Այն է հաջողում է, ժողովուրդ ջան։ Եվ երբ որ մենք սկսում ենք մեր մեջ փնտրենք, իապես մենք ինչ-որ մի բան ենք գտնում մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան, միանգամից տալը մա մեզ, մեր ոտետակ մնում ենք ցած։ Եվ մենք դամար ասում ենք, Տեր ասում է իմ մոտից մի հեռացի տղա ջան, այն ամեն բարի տուրքը ինձանից է, ժողովուրդ ջան։ Այո, ամեն բարին Տիրոջից է, ժողովուրդ ջան։ Այս որ եղբայրներս քարոզում են, խոսում են, լավ եք մտեք, դա էլ է Տիրոջից։ Ես հիշում եմ մի եղբայր, որ հիմա երկինք է գնացել, Տերը տարավ իրան երկինք, ժողովուրդ ջան։ Ասում է, երբ որ քարոզում է, Սատանեն միտք էր եկել, ես ինչ լավ ես քարոզում։ Քարոզի ժամանակ ասում, գիտեք ժողովուրդ ջան։ Ասում է, երբ որ ընդունեցի, ասում է, մեկը Տերը կրանտը փագեց։ Հենց քարոզի ժամանակ կրանտը Տերը փագեց։ Ասում է, մի տանջում եմ, որ մի բան գտնեմ, խոսամ չեմ կարող։ Տեր հասկացես, որ տղա ջան, դու բարդացար։ Դա բան չարեցիր։ Դու իմ փառք ուզում ես կողնաս, ես իմ այդ կրանտը կփագեմ, ժողովուրդ ջան, եւ փագել էր։ Եվ ինք իր մեջ սկսել էր զղջալ, Տեր ջան, ներանց Հիսուս ջան, Տերա։ Եվ Տերը նույնիսկ կամացել այդ կրանտը բացում է, ժողովուրդ ջան։ Այո, նայնում այդ գործողությունները։ Քանի որ մարդու մեջ եսը չի մերցրել Տերը, ժողովուրդ ջան, նա պետք է մերցնա։ Ինչու՞ այսօր մենք տեսնում ենք եկեղեցու մեջ մարդիկ իրարու դեմ բան ունեն, ժողովուրդ ջան։ Նույն քույրիկները Քրիստոսով ծնված, նույն այդ հավատքի ժողովուրդը իրար դեմ բան ունեն, ժողովուրդ ջան։ Կամ եղբոր դեմ, կամ ուզում ենք մեկը մյուսից առաջ գնա, առանց ասնի։ Ես ըլնեմ թակավորը, ես ըլնեմ սպասավոր, բայց մեկը չի ցկտում, որ դու եղնես ծառա լինես Տիրոջն, չի չեք ցկտում ծառաների։ Են չեք ցկտում, որ դարակ թակավորներ, այդ ցկտեք ծառաներ դարակ Տիրոջը, ժողովուրդ ջան։ Այո, Տերս օրհնի բոլոր ժողովուրդ ջան, իրապես այսօր մենք ինչ ենք տեսնում,
Աստված ուզում է, որ օրհնի քեզ, ուզում է քեզի ողորմա եւ ինձ ողորմա, ժողովուրդ ջան։ Այո, այս տարիները մեր անցնում է, շատերս արդեն քանի տարվա հավատքի մեջ ենք, երբ որ Աստված նայում է մեր կյանքի մեջ, նայում է, տեսում է քո այդ տարվա տարիները համապատասխանում է քո ապրած կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ մի եղբայր, երբ որ ծնունդ է անում, տոնում է, որ ինքը 50 տարի հավատքի մեջ է ինչ-որ եղել, այդքան տարի արդեն հավատքի մեջ եղել է, ժողովուրդ ջան։ Եվ հետաքրքիր է Տերն ասում է դու 2 տարի մեջ ես եղել։ Բայց ինքը արդեն 50 տարին է տոնում, ժողովուրդ ջան։ Բայց Տեր ասում է դու 2 տարի էլ իմ մեջ չես եղել ախր։ Ինչու՞ ասում է անուն ունեք թե կենտանի եք, բայց մեռած եք։ Ինչու՞ մրա մարդը մեռած։ Ինչու՞ այսօր մեկը մյուսի դեմ բան ունի։ Ինչու մեկը մյուսը ավելի բարձր երևա։ Հանգարց մի քույրիկը մի հատ իր շնորհք ունի, ոնց անա որ այդ քշակից այս քույրի որի տալիս խփիկ ծածած կամ եղբոր ժողովուրդ ջան։ Ինչու՞ մար Կայենը սպանեց իր եղբորը։ Այդ սա օրինակները Տերը թողել է Աստվածաշունչը իրա թողել է որպես ես ու դու կարտանք եւ հասկանանք մեր ներսը Կայենն ապրում թե Աբելն ապրում մեր ներսը։ Ով ապրում մեր ներսը։ Դամար Տերս օրհնի ասո Հովսեփն ապրում թե Հովսեփի եղբայրներն ապրում մեր ներսը, ժողովուրդ ջան։ Դա մարդու ներս ապրում է։ Կամ դի Հովսեփը լինես կամ Հովսեփի որդին եղբայրները պիտի լինես։ Այս է մարդու կյանքի մեջ, որ Տերը ուզում է, որ մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան, ապրի, Տեր Հիսուս ապրի։ Որպես քո ամբողջ փառքը Տերը լինի։ Քո ամբողջ ուշք ու միտքը ջանքը դրած, որ Տիրոջը նմանվես, Տիրոջ պես խոնարհ լինես, ժողովուրդ ջան։ Այո, երբ որ դու ունենում ես Տիրոջ խոնարհությունը հագնում ես եւ Տիրոջ սերը հագնում ես քո կյանքի մեջ, երբ որ այդ անօրենը գալում է քո անգաջին փսփսալու, քո քրոջը նսեմացնելու, քո եղբորը նսեմացնելու, քո դեմ քո ագանջնին արդեն խոսում է։ Ալենա քույրիկդ ոնց քեզի նայեց։ Որ ինչա Տեր ուզում ես խոսքերը խոսանք։ Այո, Տերը տեսնում է, դրա համար է խոսում։ Դա համար մենք ասում ենք Տեր, ինչ ունես խոսելու քո ժողովրդի Հիսուս ջան։ Հիմա տեսնում է ովքեր են հիմա գծի մեջ, ովքեր են լսում Աստծո խոսքը, ժողովուրդ։ Եվ Տերը տեսնում է նաև ովքեր պետք է լսեն Աստծո խոսքը դեռ, քարոզները պետք է լսեն։ Այո։ Տեր ուզում է տեսնել ինչ կա այսօր իմ ու քո սրտի մեջ, ով ապրում իմ ու քո մեջ։ Եթե Կայենն ապրում, Կայենը սպանեց իր եղբորը, ժողովուրդ ջան։ Բայց Աբելը մեղավոր չէ, ժողովուրդ ջան, Աբելը ինչ մեղավոր է, որ Աստված իր զոհն տունեց։ Որ Աբելը չասեց Տեր Աստված, Կայնի զոհ հանգած չընդունես, որ Կայնը նախանձվեց, ինչի ընձիտպես բան ասեցիր։ Կայնը ոչ բան, Կայնը իր կողմը արել էր, իր արտար զոհը բերել էր։ Բայց Աբելը իր արտար զոհ բեր, բայց Կայնը չէ, ժողովուրդ ջան։ Կայնը փոխանակ ասել Աստված ջան, ես ինչի եղավ, մի հատ էլ Կային ես շտկվեմ քո առաջ, մի հատ ուղղվեմ։ Ինչի եղբորը սպանեցիր Կային։ Քո եղբայրդ մեղավոր է, որ Աստված ընդունել է իր զոհը։ Եղբայրդ ինչ էր արել քեզ։ Այսօր քո դեմի քո կողի քույրիկը քեզի եղբայրը ինչ արել, որ դու իրանից նեղենում ես, իրան ուզում ես հալածես, իրան ուզում ես նսեմացնես։ Ինչ արել քեզ։ Որ նա սիրում Աստծուն, որ նա ծառայում Աստծուն, է դու ես ծառայի։ Ով է մեզ խանգարում, որ մենք ծառայենք Աստծուն, ժողովուրդ ջան։ Մի քանի օր առաջ եփոստե քարոզում ես ժողովուրդ ասում եմ, ով է մեզ խանգարում, որ դու ծառայես Աստծուն, ով է մեզ խանգարում, ժողովուրդ ջան, կարաք ասեք։ Ով է ինձ ու քեզ խանգարում, որ մեր սիրտը տան Քրիստոսին, հոգու դիմացի քույր ու եղբայրը չի խանգարում, որ դու տաս, ժողովուրդ ջան։ Դա քո ներսի հարցն է։ Այն պաշտամը, որ կա քո ներսը, դա ոչ մեկը չի կարող խանգարել, որովհետև դա ներսի պաշտամունք է։ Դա ներսի կապ Աստծո հետ։ Եվ դա համար Աստված ուզում է ինձ ու քեզ օգնի, ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ մենք անում ենք շատ չարություն, մարդիկ անում են մտածում են դա ծածկվավ գնաց։ Ինչու այսօր քույրիկին չի կրում ներել։ Եղբոր չի կրում ներել, ժողովուրդ ջան։ Մենք հավատքի մարդկանց մասին ենք խոսում, ժողովուրդ ջան։ Հավատքի մարդիկ, որոնք տարիներով են, ժողովուրդ ջան։ Այո, մենք նորահոգին ենք, մենք ուրիշ խորհուրդներ ունենք տալու, որ նորահոգի մեր քույր եղբայր, ովքեր նոր են գծի մեջ, ովքեր նոր են մտել, ծառայում են Տիրոջը, նրանք պետք է ձգտեն ավելի նմանվեն Տիրոջը։
Այո, նրանք պետք է աճեն, զորանան Հիսուսին նայելով Տիրոջ Ժողովրդան։ Մենք գիտենք ովքեր որ նոր են Տիրոջը նվիրվում, ոնց որ իրանց ամբողջ ջանքը դրած իրանց ուշք ու միտքը Տիրոջ նվիրվելն է։ Մարդիկ ոնց որ իրանց կյանքն է կդան ամբողջ մարդկությանը, որտեղ Աստծո սերը նոր այդ վաղ եռում է մարդու կյանքի մեջ։ Դու դեռ Տիրոջ գրքի մեջ ես, բայց Աստված կամացից քեզ ուզում է իր գրքից թողի, որ դու քայլես, որ դու կարողանաս առաջ գնաս։ Բայց ինքը քեզ ուշադիր է, որ դու հանգարց չլինես։ Նա շատ ուշադիր է։ Երբ որ դուք ձեր երեխեքին թողում եք առաջի քայլը անում ա Ժորժան, սաղ ունեցել եք երեխեք, չէ՞։ Դուք ինչ եք անում։ Ձերքերդ բարձած այդ երեխու համար, որ հանգած այդ երեխեներին ծնգալ դու հասնես բռնես Ժորժան։ Այդտեն էլ ասա անում։ Տերը թողում է, որ դու կամացից քայլես, կարողանաս սովորես, քայլեր, գնաս առաջ։ Եվ քո կյանքի մեջ հավատքը չկորի Ժորժան։ Համար Աստված օրհնի ձեզ Ժորժան։ Մենք գիտենք, որ իրապես աշխարհը գնալով փոխվում է Ժորժան, շատ ահավոր է փոխվում։ Առաջներում ովքեր որ այսօր շատերս տարիքով են Ժորժան, առաջներս պես բաներ չկար։ Անենց բաներ են այսօր մարդիկ անում իրանց մարմնի վրա, որ դաժե զարմանում է Ժորժան։ Մենք ենական 3 խոսք խոսեցինք։ Ինչ ասում Սատանեն։ Աստված քեզի լավ չի ստեղծե, քույրիկ ջան, եղբայր ջան, քեզի սխալ է ստեղծե։ Եվ մարդը սկսում է ձևավորել իր մարմինը Ժորժան։ Բայց Աստված քեզի շատ լավ ստեղծել է։ Դու այդ ձև Աստծուն հաճելի է Ժորժան։ Մենք ում ենք հաճելի գտնվելու։ Այո, Աստծուն։ Դու պետք է առաջինը պետք է քո Աստծուն հաճելի գտնես, նոր քո տան անդամներին։ Եթե դու Աստծուն հաճելի չմնա քո տան անդամին, պետք է հաճելի գտնվես Ժորժան։ Աստված քեզանից կսպասի դեռ, որտեղ դու Աստծուն հաճելի չես գտնվում։ Ամեն ես։ Համար Տերս օրհնի սիրասո Ժորժան։ Այսօր մենք տեսնում ենք, որ այո, Աստծո ողորմությունը եւ գործը կա մեր բոլորի կյանքի մեջ եւ Աստված մի բան ասում իմ ու քո կյանքի մեջ, որպեսզի քո սրտի մեջ տեսնի Քրիստոսը։ Աստծուն տեսնի քո կյանքի մեջ։ Երբեք մի հեռացեք Տիրոջ ոտքերի մոտի Ժորժան, թե չէ անօրենը քնած չի։ Այս մարդը միանգամից հեռանում է, միանգամից փորձում է գալու է, հարցակում է գալու։ Եվա, որ Աստված ասես մի կե, նա սխալ ասե, Եվա ջան, աղր քո աչքերը կբացվի։ Եվա, դու այդ պտուղը ճևախ չէր, տեսնում ես։ Բայց երբ որ ինքը հեռացավ Ադամի մոտից, դրա համար չարը հասավ իր հաջողության Ժորժան։ Այդ փորձության միանգամից ինքը հասավ այդ հաջողությանը։ Եվան կերավ քիչ չէ, մի հատ էլ Ադամին հյուրացրեց։ Ինչու՞ համար Եվայի միտքը չբացվավ Ժորժան։ Ընճիրա Եվայի մերգությունը չերևաց, որ ինքը հասկանում որ ինքը մերգ էր, բայց Ադամը մերգ չէր, ինչի չերևաց։ Մինչև որ Ադամն էլ ընկավ դժվարության մեջ։ Այո, Ադամն էլ ուշադիր չէր Ժորժան։ Ադամը ուշադիր չէր իր կյանքի մեջ։ Ադամը գիտեր, որ Աստված արդեն իրան պատվիրել էր։ Ադամ չուդես այդ պտուղ, եթե կերար դու կմեռնես։ Արդեն պատվերը կար Ժորժան, դա նոր չեղավ, դա արդեն պատվերը կար շուտվանից։ Հիմա նույնպես Աստված մի սիր այս աշխարհի ինչ որ աշխարհի մեջ կա պատվեր կա դուք Ժորժան։ Մի սիր այս աշխարհի եւ ինչ որ այս աշխարհի մեջ կա։ Եվ մենք գիտենք թվում է ինչ կա այս աշխարհի մեջ։ Թվում է մեղքի տեսակները։ Եվ ասում է մերը։ Եվ քո մերկությունը կբացվի։ Եվ դու Տիրոջ առած կկանգնես մերկ եւ ամոթով կմնաս։ Եվ ես Ժորժան։ Համար Տերը մարդկանց մերգությունը ծածկում է Ժորժան, կա նաեւ հոգեվոր մերգություն, երբ որ մարդիկ հոգեվորապես մերգանում են։ Հələ մարմին հեշտ, նաեւ հոգեվորապես են մարդիկ մերգանում Ժորժան։ Բաց դուռը իր կյանքի մեջ, Սատանին ուզում անում է։ Ում մասին ուզում է բամբասում, ում ուզում է չարախոսում է, բաց դուռ է ստուգում կյանքի մեջ, նա մտել արդեն դեռ։ Այո, կարող քո բամբասանքները շատերը չլսեն, քո չարությունը շատերը չեն տեսնում։ Բայց Աստված տեսնում է։ Եվ Սատանն լավ գիտա, գիտեք, Ժորժան, Սատանն լավ գիտա։ Իր հաջողությունն է, որ ինքը հասնում է այդ հաջողության։
Մեկը մեկին թշնամի է սարքում։ Ինչի այսօր մենք տեսնում ենք այսօր պետությունները իրար չեն կարող ներել։ Երկու պետություն իրար չի կարող ներել, ժողովուրդ ջան։ Իշը մի հատ քույրիկ, որ ինքը այդ ցեղեր էր, չէ՞ միշտ ցեղեր, երկու ցեղ էին, ժողովուրդ ջան։ Երկու ցեղ, իրար հետ ապրում էին, խաղաղ, խաշ, սիրով։ Մեջերը կռիվ, պատերազմ չկար։ Ասում են, երբ որ այն մեծ ցեղը կայնավ, այն մյուսին ասեց, սրանք ձեր թշնամիներն են։ Ասում ասքսին մեզի մորտել։ Այո, սկին մարդկանց մորտել, ինչ կատարվա մարդկանց մեջ, որտեղ սատանեն հասցրեց իր հաջողության, ասեց ձեր թշնամիներն են։ Ինչա գալում ասում քո եղբայրը քո թշնամի դա, քո քույրիկը քո թշնամի դա, եւ դու ընտուն, եւ սկսում ես պատերազմել քո քրոջ եւ եղբոր դեմ։ Մեզ տավո, որ մարդը աղոթի, աղաչանք բերա, ինչ այսօր ընտանիքների մեջ կա թշնամություններ։ Ինչ ասում է, ձեր ընտանիքների մեջ է ձեր թշնամույնը, ձեր ընտանիքների մեջ ինչ համար ասում, որտեղ նա հասցնում է հաջողության, որ տեսնի, որ այսօր մարդիկ իրանց տան մեջ տենում են թշնամիներ են տեսնում, ժողովուրդ ջան։ Տամա Տերը ողորմաս իր Աստծո ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիս էլ, որպեսզի մենք Աստծո խոսքին ուշադիր լինենք եւ ուզենանք, որ Աստված մեր կյանքը փոխի։ Այո, դու պետք է ուզենաս։ Եթե դու չուզեցար, Աստված քեզ չի կարող օգնի։ Այ որ մարդը ուզում է, չի կարողանում, որ սա մի քիչ ուրիշ բան է։ Դու ուզում ես փոխվես, բայց չես կարողանում։ Եվ դու դրա համար համապատասխան ջանքեր ես գործադրում։ Եվ քո աղոթն ես բերում Տիրոջ առաջ, Տեր Աստված, ուզում եմ սիրեմ քույրիկիս ու ներեմ, բայց չեմ կարողանում Տեր Աստվածի։ Ինչի այսօր պաշտում 10 հոգենական, եթե քույրիկ ընեք, եթե 10 նստեք ծունգի գաք աղոթի, բայց 10-10 կարա դեմ բան ունի, ժողովուրդ ջան։ Եվ այդ աղոթքը դուր բերի հասնի այսօր։ Աստված տեսնում է եւ լացում, ասում է, այ քույրիկներ, այ երեխեք ջան, էս ինչ վիճակ է ծերը։ Եկեղեցու մեջ մի քանի մարդի քույրիկ եղբայրներ կան, որ իրարու դեմ այսօր բան ունի, ժողովուրդ ջան։ Ամեն մեկ իր աթոռն է ուզում դնա առաջ, որ ինքը երևա եկեղեցու մեջ։ Լավ, երևացիր օգուտդ որն է, դու Աստծո առաջ չես երևա դու։ Աստված արտար Աստված է, նա արտար դադավոր է։ Այն որ մարդ իրան ուզում է բարձրացնա, Տերը գցում է իրան, ժողովուրդ ջան, որովհետև սխալ ես անում դու, սիրելի քույր եղբայրս, դու մի բարձրակես, թող Տերը քեզ բարձրնա։ Այ որ դու ես բարձրանում, Տերը մի հատ թևերը կտրում է, մարդը թպրտում է, ժողովուրդ ջան։ Իրապես, ընկնում սկսում է լացել։ Տեր ասած, «Էս ինչ է իմ վիճակս»։ Ով է մեր սիրողի։ Դու ես մեղավոր, ես եմ մեղավոր, ժողովուրդ ջան։ Դա մարդոտերը զորացնած է, ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ էտալով երկիրը չարանում է, ժողովուրդ ջան։ Էտալով երկիրը փոխվում է, ժողովուրդ ջան։ Ես ենական չէ, այսօր դու կարող կին ու տղամարդը չճանաչես։ Այդ մարդիկ կար հետևից չես պատկերացնել, կինա թե տղամարդ։ Այսօր էլ չեն կրում ծանոթանենք, ժողովուրդ ջան։ Աստծո ստեղծագործությունը սատանեն փոխում է, նա Իրանը չի։ Այս մարդկանց Աստվածը ստեղծել, ոչ թե սատանեն, ժողովուրդ ջան։ Բայց սատանեն կարող է մարդկա Աստծո ստեղծագործությունը փոխել, ձևափոխել։ Աստված սխալ է քեզից ստեղծել։ Հələ նա աշխարհին նայա։ Այո, շատ անգամ կարող քեզի անարգեն։ Էս ինչ է քո վիճակը, դու պառավ ես դառել։ Այո, սատանեն հարցակ մտնել դե ժողովուրդ ջան։ Այդպես մարդկանց խապում են, այդպես խորամա ասում արդեն պառավ ես ինչ է քո վիճակը, հələ աշխարհին նայա, դու պառավ ես դառել։ Շատ մարդիկ երբ որ լսում են այդ անօրենին եւ իրանք սկսում են ձևափոխվել։ Տերս օրհնի, ժողովուրդ ջան, Տերս օրհնի բոլոր։ Ես մեմ մի տեղ կարտամ կակրաս այսօրվա այդ խոսքը վերնագիր համապատասխանում է այսօրվա այս ամեն խոսացած խոսքին, ժողովուրդ ջան։ Ես էլ եմ ասում, Աստված ոնց որ յուրահատուկ Տեր օրհնա բոլոր եղբայրներից, Տեր օրհնա բոլոր իմ քույրիկներից, որոնք աղոթում են։ Եվ Աստված իր համապատասխան խոսքը տալու է ինձ ու քեզ, որպեսզի մենք հասկանանք, որ քո սահմանները բաց մի թող, մի թույլ որ սատանեն կարող է ներս մտնի։ Մի թույլ որ նա հարցակի, եթե նա հարցակի երբեք ու մոտ եղավ Աստծո խոսք, նա խփում Աստծո խոսքին, նա չի կրում առաջ գա։ Նա չի հաջողում։ Երբ որ ասում է քո եղբայրը քո թշնամին, դու ասում ես եդից կնա։
Իմ քուրսը, իմ եղբայրը։ Այո, Տեր ինչա մեզ սովորացնում, որ մենք բարի գործը իրարուց անցնենք, որ սա է մեզ ասած ուզում։ Այո, դու իրավունք ունես, բարի գործը դու անցնես մեկը մյուսից։ Թե եղբայրդ քեզ հյուրասեր է, դու էլ պարտավոր ես իրան էլ հյուրասես, բայց մարդը գալու է քո տունը, բայց հյուրասեր ժողովրդան։ Շատ անգամ կարա մարդիկ մտնեն մի մու քո տունը, այս սոված մտնեն, սոված դուրս կգան ժողովրդան։ Ես հիշում եմ մի քանի դե մի քիչ ռուսների մոտ ժողովրդան, ոչ թե մենք մարդկանց բան ենք ելում։ Ես մի օր այդ գյուղում էի, ռուս եղբայր էր։ Դե գնաց իր տունը, դե մենք վերջը մարդիկ են կարող քաշվինք էլ ժողովրդան։ Այս եղբայրացած եղբայրան հաց կուտես սոված է, դե քաշվանք ձեն չանենք ժողովրդան։ Բայց սոված է։ Մենք էծև չենք ասում հաց կուտես, էծև չեն ասում։ Հյուրասիրում են, վերջը մենք գիտենք, որ մենք հայկական բան ենք, վերջը կոֆե դեշուամասիցու կա չեն արծը կոֆե կխմել չես ամե։ Դե մարդը կարող չի կասա չի։ Դեջես եղբայրը դրեց իր համար հավեսով հաց ուտում է, ես էլ դե սոված եմ ժողովրդան, ու էլ չես գրասե վсё։ Էջը քո տունը չի սա։ Եվ իմ կյանքի մեջ մի բան սովորանք, որ եսօր դա չի, հաց կուտես եղբայր ջան կամ քույրիկ ջան, այն մարդ հացը դիխի չուդի։ Որ հացը դեկա այդ քույրիկը չուդի։ Այդ հացը որ կերավ այդ քույրիկը, նա օրտնելու է այդ քո հացը ժողովրդան։ Որտեղ դի պաքսի այ օրտնում է Տերը։ Ես հիշում եմ, երբ որ մի եղբոր տուն գնացինք, նստած հաց էր ուտում, ասեց եղբայրներ ջան, այցելություն ենք արել եղբորը։ Ասեց եղբայրներ ջան, հաց կերեք։ Չսես կուդեք, ասես հաց կերեք, եղբայրներ ջան, արեք առաջ հաց կերեք։ Ասի եղբայր ջան, ասենք Տերը օրտնա։ Ասեց եղբայրներ ջան, կերեք որ Տերը օրտնա։ Մինչև մա այդ խոսքը իմ մեջն է ժողովրդան։ Այո, կերեք որ Աստված օրտնի։ Սիրակու քրոջը որ Աստված դու օրտնված դինես։ Նրա քո եղբորը քույրիկը որ դու օրտնված են ժողովրդան։ Էլ եմ ասում, մարդ իրան հանգարց բարձրացրել ժողովրդան։ Այս երկյուրա կրած բարձրնաս։ Բարձրնա, մի օր սատանեն թևերը կդրելու է եւ մարդը հայտնվում է այնտեղը, որտեղ ինքը չի սպասում ժողովրդան։ Ինչու է որ անգամ շատ մարդիկ հայտնվում են դժոխքում։ Ինչն է պատճառը։ Աստված հիմա ես լացում եմ Տեր Հիսուսը, շատ անգամ կա վգայժի որ Տեր Հիսուսը լացում է ժողովրդի, ասում է ես չեմ ուզում իմ ժողովուրդը գնա այդ դժոխ, մարդկություն չուզում է դա դժոխ։ Ինչով այսօր տեսնում ենք մարդիկ Աստվածաշունչ են ճղում։ Տան անդամը չուզում որ դու Աստվածաշունչ կարտաս, ինչ եղես սիրելի հոգի, բա դու քրիստոնյա մարդ ես կոչվում։ Ինչի՞ չես որ քո կինը Աստվածաշունչ կարտա։ Դու խի չես որ քո կինը նստի ծունգի աղոտ կենա, ինչու չես ուզում։ Այո, մենք տեսնում ենք, որ այո, մենք քրիստոնյա մարդիկ ենք կոչվում, բայց սատանան ասում է, տես քո կինը գիրք է կարտում։ Լավ եմ ասա, մարդիկ լսեն այս խոսքերը, ասա լավ եմ կինը դու լավ եմ կարտա։ Ձեր ինչ գործն է։ Այ դու հասնես հաղթության, սիրելի եղբայր, սիրելի տան անդամներ։ Այ դու եւ դրա գլուխը կջարտեք դու կդրա։ Եվ նա պարտաբաց կմնի։ Ինչու՞ որ մենք քրիստոնյա մարդիկ, ժողովուրդ, մենք որ նայում ենք մուսուլման ազգին, այնքան իրար թեւութիգունք են, իրանց կրոնը, դաժե մարդը չի այդ իր կրոնի, բայց իր կրոն անենց ապաում կարա դուրսը ծունգի կաղոտի։ Բայց այսօր մենք քրիստոնյա մարդիկը ժողովուրդ, իր տան մեջ չի դու իր կինը կամ ինչ որ մի անդամ գիր կարտա կամ պաշտամ ու գնա, հարկելում են։ Բայց մուսուլման ազգ էցե չի ժողովուրդ։ Նրանք իրանք պարտավոր են որ նայում ես այդ մարդիկ ինչ են պաշտում։ Քրիստոսին չեն պաշտում։ Բայց իրանք այդ օրենքը, իրանք այդ հավատքը անենց են պահում, որ մենք քրիստոնյաներս ամաչում ենք։ Այո, ամաչում ենք։ Գոնե նրանցից բան սովորենք մենք էլ։ Եթե իրանք այդ սլությանը հավատում են, պահում են, բա մենք չի չենք մեր ընտանիքների մեջ այդ հավատքը պահենք։ Վերնագիրը ժողովրդ հնազանդություն Տիրոջ օրենքին։ Հնազանդություն Տիրոջ օրենքին։ Սա է վերնագիրը։ Ինչպես որ խոսացինք Տիրոջ խոսքը ժողովրդ, որ դու պետք է հնազանդ լինես Տիրոջ օրենքը, Տիրոջ օրենքը իր խոսքն է ժողովրդ, իր խոսքը դա իր օրենքն է։ Իր խոսքը բերեց օրենք մեզ, իր խոսքը բերեց մեզի ճշմարտություն, իր խոսքը բերեց մեզ սեր ու խաղաղություն, իր խոսքը ամեն ինչ բերեց իմ ու քո համար։
119 Սաղմոսի 9-րդ խոսքից կկարտանք ժողովրդյան 119 Սաղմոս 9-րդ խոսքից եւ կտեսնենք Տերը ինչ ունի ինձ ու քեզ ասելու ժողովրդյան։ Մենք այսօր տեսնում ենք երկրորդ պատերազմներ կա ժողովրդյան։ Պատերազմներ շատերս աղոթում ենք Տեր Աստված կանգնեցես այրունեղությունը։ Արդեն տարիներ ա որ աղոթք են անում ժողովուրդը, ինչ կան մարդիկ են աղոթք անում, բայց պատերազմը չի կայնում։ Պատերազմը ավելի է սրանում, որտեվ Աստծո ժողովրդի մեջ չկա այդ միաբանությունը, չկա այդ սերը, իրարու հանդեպ հարգան, այդ արդեն չկա ժողովրդյան վերանում է։ Դա համար այդ աղոթները դե մենք 20 հոգի մարդ են եւ աղոթում եւ մեկը մեկի դեմ բան ունի ժողովրդյան, այդ աղոթքը ոչ մի տեղ չի բարձրանա։ Աստված ուզում է, որ այսօր մենք խոնարհվենք իր խոսքը ապրի մեր կյանքի մեջ։ Ինչո՞ւ որ պատերազմի ժամանակ շատերը փրկվում են, բայց մինչև պատերազմը խիչ եք մտածում սրա մասին, սիրելի հոգիներ։ Պետք է պարտավոր է պատերազմ եղնի, որ մարդը նոր հասկանա, որ իր կյանքը կարող է մի վարգյանի թելի պես է կախված։ Եվ մարդիկ սկսում են արդեն Աստծուն աղաղեն պատերազմի ժամանակ։ Մենք գիտենք, որ 44 օրվա պատերազմի ժամանակ իշքան մարդիկ Աստծուն են աղաղում, որքան մարդիկ ամբողջ չաստը կայնած աղոթք են եւ այդ ամբողջ երեխեքը իրանց այդ աղոթք են բարձում եւ հայի մեր են ասում պատերազմի ժամանակ։ Բայց մինչև այդ խիչ չենք անում։ Եվ դամար տեսնում եք ինչու՞ այսօր գալու է շատ պատերազմներ ա գալու, շատ դժվարություններ ա գալու։ Այս ամի բանը կա որ իր ժողովրդին Տերը մի հատ թափ ա տալու, որ մարդիկ սթափվեն, հասկանան, որ կյանքը խաղալիք չէ։ Կյանք այսօր դա պետք է դու ապրես Քրիստոսի հետ, որ բան միսօր դու փրկություն ունենաս։ Ասում է երիտասարդ ինչով մաքրե իր ճամփան։ Հարց ա տալու ժողովրդյան։ Այդ հարցը վերցրա քո վրա։ Ասում է երիտասարդը ինչով մաքրե իր ճամփան։ Այսօր դու ինչով կարաս քո ճանապարհը մաքրես։ Քո քայլվածքդ մաքրես, ինչով կարաս դու այսօր մաքրես։ Այսօր Աստված տալում է ամեն մեկիս մտածելու տեղ։ Երբ դու լսում ես Աստծո խոսքը, երբ լսում ես այս խոսքը, դու սկսում ես մտածել, ես ոնց կարամ իմ ճանապարհը մաքրեմ։ Ինչով կարաս դու մաքրես քո ճանապարհը։ Որ այդ ճանապարհի վրա խավար չլինի։ Այդ ճանապարհի վրա նախանձ չլինի։ Այդ ճանապարհի վրա բամբասանի, այդ ճանապարհի մեջ դու սուրբ ապրես Տիրոջ առաջ։ Ասում է քո խոսքիդ համեմատ անոր զգուշություն ենելով։ Սա պատասխանն է ինձ ու քեզ եւ բոլոր լսողների համար, ովքեր որ կլսեն այս խոսքերը։ Ասում է քո խոսքիդ համեմատ անոր զգուշություն ենելով։ Այսինքն դու Աստծո խոսքը շատ զգուշությամբ ես կարդում, շատ զգուշությամբ ես դու ապրում ես այդ խոսքով ժողովրդյան։ Եվ այդ քո խոսքի համեմատ անոր զգուշությամբ ենելով։ Շատ զգուշ ես դու Աստծո խոսքի համար։ Եվ դու հասկանում ես, որ Աստծո խոսքը շատ թանկ է քեզ համար։ Նա թանկ է, նա սուրբ է։ Ժողովրդյան։ Այո, մենք գիտենք, որ փրկություն անհատական է փրկությունը։ Որ կա դու մարդկանց համար աղոթում ենք շրջան, այդ մարդուն անհատական փրկություն է պետք։ Այս մարդը պետք է անհատական զղջա Տիրոջ առաջ։ Ասա Տեր Հիսուս, ների իմ մեղքերս, ես էլ եմ ուզում այդ փրկությունը։ Այո, շատ անգամ որ մենք կարդում ենք կփրկվես դու եւ քո տունը կփրկվի ժողովուրդ։ Շատ մարդիկ եւ մտածում են, որ հենց ծեծև էլ պետք է լինի։ Առանց աղոթքի, առանց ջանքերած, առանց այդ մարդկանց, մարդիկ պետք է փրկվեն ժողովուրդ, այդ ձև չի։ Դա դրա համար է, որ դու այսօր կարողանաս քո ընտանիքի համար աղոթք բարձրացնես եւ քո տան անդամներն է պետք է ապաշխարեն։ Այո, բոլորը պետք է ապաշխարեն։ Ասեց, եթե չապաշխարեք, բոլոր դե կկորսվեք։ Բարձ ավետարան ժողովուրդ։ Ապաշխարությունը մենակ պաշտամուն գալը չի, ապաշխարությունը մենակ իր կարտալը աղոթելը ժողովուրդ, ապարի որ դու քո ներսը քո խոսքիդ համեմատ անոր զգուշություն ենելով։ Այս է ապաշխարությունը, դու ամեն օր զգուշանում ես։
Ամեն օր Տիրոջ շուրջ շանում ես քո կյանքի մեջ։ Եվ քո շրջանը ուշադիր ես դարձնում, եւ քո միտքը նույնպես ուշադրություն ես դարձնում։ Միտքդ ինչ է արտադրում։ Եվ 10-րդ խոսքը ասում է. իմ բոլոր սրտով ես խնդրեցի քեզ, իմ բոլոր սրտով։ Բոլորցիդ այս քո ամբողջական սիրն է կոչվում, ժողովուրդ ջան, քո ամբողջական սրտով, եւ ընդ մի բան չես թողում։ Ոչ մի նշուկ այդ քո մարդկայինից ու աշխարհի կյանքից ոչ մի բան դեռ չես թողելու։ Եթե ուզում ես Աստծուն աղաղակես, ոչ մի բան չթողես։ Մենք ենական խոսենք հնարավոր է մարդիկ համասուն են սրում, բայց մի անգյուն տեղ այասրդի մի փոքր անգյուն տեղ աշխարհի սերը պայմա, իշու մի բան այնտեղ պայլա, թաքցրելա։ Եվ այդ ինչ են, դա արդեն սկսում է թույնավորել մարդուն։ Այդ թույնը սկսում է առաջ գալ։ Ինչա՞ երբ որ մարդիկ այդ հիվանդանոց ասում են հիվանդ մարդիկ էս մարդու վիրուսն են մագան, որ այս վիրուսը մտած էս մարդ, որ մարդը տաքություն շատ անգամ դա ստուգում է ժողովուրդ ջան։ Ասում ես այ մարդ, ես ասել եմ տաքություն դու ինչ եք ստուգում։ Այո, նրանք ստուգում են վիրուսը որտեղ է թաքնված քո մարմնի մեջ։ Նույնպես երբ որ մարդը հավատքի կյանքի մեջ ընկնում է, չարում է, այսինքն տեսած վիրուսը որտեղ է քո կյանքի մեջ թաքցված, որտեղ է թաքցել վիրուսը, դու պիտի հանես ու թափես էլի քո կյանքի մեջ։ Դրանք քեզի պետք չեն։ Իսկ եթե պայեցիր, դու կունենաս դժվարություն։ Այո, նա կարող է մարդկանց մտքերը փակել ժողովուրդ։ Էլ մարդկանց վրա ամոթ չկա ժողովուրդ ջան։ Էլ որ ասում ես քույրիկ ջան, էս ինչ է քո վիճակը, հələ մի հատ քո տեսքին տես։ Էլ չի լսում ժողովուրդ ջան։ Երեք որ խոսած ենք, չէ՞ որ մարդկանց ականջները փակում է։ Այո, փակում է ականջը։ Ամոթն էլ է փակում ժողովուրդ, մարդը չի ամաչում, որ նայում ես, այդ մարդը չի նմանվել Քրիստոսին։ Հավատքի մարդկանց էլ չի նմանվում։ Առաջ մարդիկ ասում են մենք ժողովուրդ ջան, մենք մարդկանց աստծո ճանաչում ենք հավատացյալներին։ Ովքեր որ շուտ ապաշխարել են, այդ 70 թվերի ժողովուրդ, մարդիկ ասում են մենք աստծով ենք կանգնած, արդեն ասում են քույրիկ ջան, դու հավատացյալ ես, ասում դու ես գիտես։ Արդեն ճանաչում են։ Բայց հիմա չես ճանաչում ժողովուրդ ջան։ Էլ չես կարա ճանաչել։ Այնքան է նմանվում մարդիկ աշխարհին, աշխարհի ձևերին, տեսքերին, արդեն նայում ես չես տենում։ Քույրիկա թե տղայա։ Այդպես փոխվում են մարդիկ ժողովուրդ ջան։ Շատ է տեսած կլնեք։ Ժողովուրդ ջան, մենք ոչ մեկին չենք դատում, լավ իմացեք։ Աստված չուզում մենք դադենք իշու, մենք Աստված մեզի աշխուժան, որ մենք չփոխվենք, մենք չնմանվենք այս աշխարհին։ Դա համար ամբողջ ավետարանը գրված թողել է, որ դու կարտաս, Հուդան ընկա, Պետրոս ուրացավ, այս մյուսը հեռացավ Աստծուց, եւ մարդիկ ունեցան շատ դժվարություններ։ Սա թողել է, որ ես ու դու կարտանք եւ մենք ուշադիր լինենք։ Եվ այնպես չեռանանք Ադամի կողից։ Որ մենք Աստծո զավակ Քրիստոսի կողից չեռանանք, իր մեջ մնանք, իր մեջ ապրենք։ Ասում եմ բոլոր սրտով ես խնդրեցի քեզ, մի թողուր զիս, որ քու պատվիրանքներդ մոլորեմ։ Ասում եմ մի թողուր զիս, որ քու պատվիրանքներդ մոլորեմ։ Այսպես մարդը ուշադիր է։ Մի թողից Տեր, որ հանկարծ ես քո պատվիրանքներից մոլորվեմ։ Աստված լսում է քո աղոթքը, թե չի լսում։ Սիրելի քույր եղբայրներ ջան, լսում է։ Լսում է, որ դու շատ ուշադիր ես, որ Տեր ասված դու ինձ պայա հանկարծ ես քո պատվիրաններից չմոլորվեմ, չեռանամ հանկարծ ես քո խոսքից, Տեր Հիսուս ջան, մենք էլ ենք աղոթում ժողովուրդ ջան, Տեր մեզի պահա։ Մեզի պայա Տեր ասված, մենք մարդ ենք, մենք չենք ասել Տեր ասված, ինչպես Պետրոսը, ով ուրան ես քեզ չեմ ուրանա։ Այո, շատ անգամ հնարավոր է մարդիկ էծեմ ասեն իրանք կյանքի մեջ։ Մենք ասում ենք Տեր ասված, մեզի պահա, մեզ պայա Հիսուս ջան, մենք մարդ ենք, հանկարծ չմոլորվենք ու տան ճանապարհներից։ Ասում եմ մի թող զիս, որ քու պատվիրանքներդ մոլորվի, իմ սրտիս մեջ պահեցի քո խոսքերդ։ Ուշադիր եք Աստծո խոսքին ժողովուրդ ջան։ Ասում եմ իմ սրտի մեջ պահեցի քո խոսքերդ, որպեսզի չմեղանչեմ քեզի դեմ։ Ասում եմ իմ սրտի մեջ պահեցի քո խոսքերդ։ Մենք այսինքն շատ անգամ մարդիկ աշխարհի բաներ են պահում իրենց սրտի մեջ։ Բայց մենք տեսնում ենք Աստծո խոսքը ինչ ասում է, իմ սրտի մեջ պահեցի քո խոսքերդ։
Այսինքն դու պետք է Աստծո խոսքը պայես քո սրտի խորքում, դու պետք է պայես Աստծո խոսքը քո կյանքի մեջ։ Դու Աստծո խոսքը լսում ես, միգուցե այսօր քեզ անհասանելի է այս խոսքը, բայց կկա ժամանակ այդ խոսքը քո կյանքի մեջ իր գործը կանի։ Դամար Տերը օրհնի բոլորս իր Աստծո ժողովրդյան։ Ասում եմ սրտի մեջ պայեցի քո խոսքերդ, որպեսզի չմեղանչեմ քեզի դեմ, որպեսզի չմեղանչեմ քեզի դեմ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ կան Աստծո խոսքը իմ ու քո համար ուշացում դարձնում, որպեսզի մենք ինչ ենք ուզում անել, Տեր ասված մենք պայենք քո խոսքը մեր սրտի մեջ, որպեսզի հանգարց չմեղանչենք քո առջև Հիսուս ջան։ Հանգարց մենք քեզի չցավացնենք, Տեր Հիսուս ջան։ Եվ 12-րդ խոսքը օրհնյալ ես դու ով Տեր, օրհնյալ ես դու ով Տեր, օրհնյալ ես դու։ Սա քո մեջի օրհնությունն է, փառաբանությունն է Աստծուն, որ Տեր ասված իմ ամբողջ կյանքի մեջ դու արտար ես, դու սուրբ ես։ Իմ բոլոր եղած վիճակների մեջ Տեր ասված դու արտար ես ու սուրբ ես։ Ասում ես սորվեցու ինձ քո կանոններդ։ Եթե դու ուզում ես սովորես, Տերը քեզ կսովորացնի։ Եթե մենք ուզում ենք սովորենք, Տերը մեզ սովորացնում իր կանոնները շորջը, նա քեզ ամեն ինչ սովորացնում։ Երբ որ դու ուզում ես եւ սովորես Տիրոջից, եւ Տերը քեզ սովորացնում, որտեղ դու ուզում ես, ասում ես սորվեցու ինձ քո կանոններդ, իմ շրթունքներով ես պատմեցի, իմ շրթունքներով ես պատմեցի, քո բենիդ բոլոր պատվիրանքները եւ քո վկայություններու ճամփովը ուրախացա, քո վկայություններու ճամփովը ուրախացա, որպես թե ամեն կերպ հաստատությունով, որպես թե ամեն կերպ հարստությունով, որ համաններուդ վրայով պիտի մտածեմ, եւ քո ճամփաներդ պիտի դիտեմ, ու քո կանոններովդ պիտի ուրախանամ, ու քո խոսքդ պիտի չմոռանամ։ Մենք տեսնում ենք Աստծո խոսքը ինչ պատվեր ունի ինձ ու քեզ անելու ժողովրդյան, ասում է քո կանոններովդ պիտի ուրախանամ, ու քո խոսքդ պիտի չմոռանամ։ Ասում է քո կանոններով պիտի ուրախանամ, ու քո խոսքդ պիտի չմոռանամ։ Որքան կարևոր է, երբ որ դու Աստծո կանոններով ապրում ես, եւ Տիրոջ խոսքը չես մոռանում քո կյանքի մեջ ժողովրդյան։ Շատ կարևոր, երբ որ դու Աստծո խոսքը չես մոռանում քո կյանքի մեջ։ Եվ ամեն օրվա քո ուրախությունը Տիրոջ խոսքն է ժողովրդյան։ Ինչ համար շատ անգամ մենք մեր եղած վիճակների մեջ շատ անգամ մենք տրտունջ ենք ապրում եւ մենք չենք կարողանում Աստծուց գոհանալ։ Շատ անգամ իրապես մեր մեջ կա բողոքներ, տրտուժներ, Տեր ասած, «Էս ինչ է իմ վիճակը»։ Դու չես տենում, ես ինչ է իմ վիճակը։ Աստված տենում է։ Աստված որ իր խոսքը քո մեջ ապրի։ Աստված մեր խոսքը որ քո մեջ բնակվի։ Որ դու Աստծո խոսքով ուրախ լինես, Տիրոջ խոսքը քո մեջ բերա ուրախություն, երջանկություն բերա, Ժողովրդյան։ Այո, ես գիտեմ, որ շատ մարդիկ ինչ են ձգտում են հարստությունները, մտածում են հարստության մեջ կա երջանկություն։ Եթե հիշում եք Ռիմա Սարիբեկյան, երբ որ ինքը երջուի, երբ որ ինքը ապաշխարեց Ժողովրդյան, Ռիմա Սարիբեկյանը, շատերը լսած կենեք, ես այդ մի հատ այդ կասետներից կա, երբ որ լսեցի, շատ օրհնյալ վկայություն իր վկայություն Ժողովրդյան, դաժե ինքը տելևիզորով էր վկայում։ Այս խեջը հոգու մեջ դադարգություն կար։ Այդ հարստությունը չէր կարող իր հոգուն այդ դադարությունը ծածկեր, նա չի կարա Ժողովրդյան, այդ մարդկային հարստությունը նա չի կարա քո ներսը բերա խաղաղություն։ Ինչով որ մարդիկ ձգտում են հարստության։ Եվ ձգտելով մարդիկ ունեն են շատ փորձանքների եւ փորձունի մեջ են ունում Ժողովրդյան, եւ շատերը հեռանում են Աստծուց։ Եվ նա չէր կարող իր մեջ խաղաղություն գտնել, բայց հարուստ էր։ Ես հիշում իր վկայությունը, երբ որ գնացում է ինձ առնում էր, որ իր սրտուզած հետո առնում էր, հենց գալում էր տուն, նույն դադարք։ Այդ քո դադարությունը մենակ Քրիստոսը կրալեսնի։
Աշխարհի ոչ մի ցանկություն եք չի կրակում նեսը դադարությունը ծածկի։ Ավելի կծառվնաս։ Բայց այն որ իմ խմա իմ ջրից, հավիտյան բրի չծառավի։ Շորջան, Տիրոջ խոսքը այն որ բրի խմա իմ ջրից, նա բրի հավիտյան ես աշխարհի դու չես ծառավում։ Այս աշխարհի մեղքին էլ դու չես ծառվել, հաճություն չկա քո կյանքի մեջ, որտեղ դու խմել ես կենտանի ջուր ես խմել։ Եվ այդ ջուրը քո մեջ մնում է, նա ապրում է քո կյանքի մեջ։ Եվ դամար դու այս աշխարհին չես ցանկանում, էլ չկա հաճույք այս աշխարհի մեջ։ Աշխարհը կփոխվի։ Ամեն բան կանցնի, բայց Աստծո խոսքը հավիտյան բնի մնա քո կյանքի մեջ։ Եվ դու չես սասանվի, եթե լսես Աստծո կանոնները եւ ուշադրես քո կյանքի մեջ։ Սիրասուրոջան։ Դամատերս ֆորտնի բոլորի դեր, սիրասուրոջան։ Այն որ այսօր Տերը խոսում է իր հետ, իր ժողովրդի հետ եւ խոսում է նաեւ բոլորիս հետ, Աստված մեզանց մի բան է պահանջելու։ Իր խոսքը կա քո կյանքի մեջ, թե չկա, ժողովուրդ։ Էլ եմ ասում, Աստծո խոսքը անգիր իմանալ է դիրա չի։ Այսօր շատերը կարող անգիր իմանան Աստծո խոսքը, անգիր։ Բայց Աստծո խոսքը իր սրտի մեջ չկա։ Չի պահված։ Դամար Տերս օրհնի բոլոր ժողովրդյան, Տերը օրհնի, որ դուք զորանաք Տիրոջմով։ Եթե ձեր կրանիցները ինչ-որ միտեղ բաց եք թողել, որ անոնը կրում է հարցակվել ձեզ, դրանք փակեք, դրանց հարցը լուծեք այսօր բան ժողովրդյան։ Եթե չարություն աբերեք քո սրտի մեջ, նախանձ աբերեք, բամբասանք աբերեք, ավել այդ հարցը լուծեք, այդ սահմանների վրա դրեք, պահապան դրեք, Տիրոջ խոսքը դիր դեղ, որպես նա չկարողանա էլ քեզ վնասի։ Իսկ եթե չէ, նա հասնում է հաջողության։ Ինչ համար այսօր տեսնում ենք հավատքի մարդ իրար հետ կռվում է, վիճում է շուրջը։ Ինչ համար, որտեղ այդ սահմանը դու արդեն քանդել ես, այդ սահմանը հասցրել է, որ քանդի այդ խավարը։ Ինչու նա չկրծավ Հոբին վնասել ժողովրդյան, որտեղ ցանկապատ է դրած Հոբի բոլորը ժողովրդյան, նա չէր կարողանում։ Հիմի ասում այդ ցանկապատը քո կյանքի մեջ լինի, դա Աստծո խոսքը պետք է լինի ժողովրդյան։ Համար թող Տիրոջ անունը փառավորվի, սիրասեր ժողովրդյան, Տերը օրհնա բոլորի դեր։ Տերը ձեզ զորացնի, եթե խոսքը քաշնի քո սրտին, թույլ տո որ մտնի քո մեջ այդ խոսքը։ Այո, մենք տեսնենք, երբ որ Աստծո խոսքը գալու է, որ քեզ ուզում է օգնի, եւ մի միտք է գալում քեզ, դա քեզի չէր վերաբերվում։ Ես քույրիկին ու եղբայրն է հաստատ, դու չէ, դու լավն ես, դու սուրբ ես։ Այցև խապում է մարդկա ժողովրդյան։ Ասում ես խոսքը քեզ էլ չի վերաբերվում։ Եվ այո, շատ անգամ մարդիկ լսելով տեսնում նայում են դիմացին, այո, այս եղբոր համար հաստատ այդ խոսքը կամ այս քույրիկի։ Տեր ասում է քո համար, անձամբ քո համար, սիրելի քո եղբայրներ ջան, քույրեր ջան, բոլորիս համար Աստծո խոսքը։ Համար թող Տերը օրհնի, թող Աստված օրհնի բոլորի դեր, բոլոր լսողներին օրհնի։ Այն մեր ագարների բոլոր կեղտերը, որ կա այսօր փակվել է շատ իր ագարները ժողովրդյան, թող Տերը բացի այդ ագարները։ Մաքուր, պարզ, սուլալ լսեն Աստծո խոսքը։ Եթե լսեցիր, դու կբժշկվես Աստծո խոսքով։ Համար մենք տեսնում ենք, այո, շատ անգամ Աստծո խոսքը լսելով մարդկանց մարմինն էլ է բժշկում ժողովրդյան։ Երբ որ մարդկանց հոգևոր տեսադաշտը փոխվում է, Աստված նաև մարմնի վրա էլ աշխատանք տանում։ Համար Տերը օրհնի բոլոր սկանոն կվերջացնենք, Տիրոջ խոսքը թող փառավորվի իր խոսքը ձեր կյանքի մեջ, ձեր սրտի մեջ ժողովրդյան, թող Տերը օրհնի, ամեն։